Այսօր ես կպատրաստեմ իտալական ռիզոտո։ Դրա համար մեզ հարկավոր է դդում, 2 տեսակ սոխ, բուլղարական պղպեղ, կամամբեր պանիր, պարմեզան պանիր, բրինձ, զեյթունի ձեթ եւ կարագ։ Դե ինչ, անցանք գործի։ Եփում եմ բանջարեղենային արգանակը, որը կարող է լինել տարբեր բանջարեղեններով։ Մեր արգանակը պատրաստ է, թողնում ենք հովանը, ցնում ենք զեյթունի ձեթ և սոխը։ Մի փոքր տապակելուց հետո ավելացնում ենք նաև կտրտած դդումները։ Համեմում եմ աղով, սև պղպեղով և մի փոքր ռոզմարինով։ Ավելացնում ենք բանջարեղենային արգանակը։ Մի փոքր էլ ենք ավելացնում։ Եփելուց հետո դդումը սարքում ենք թանձրուկ։ Քերում ենք պարմեզան պանիրը։ Սոխը ոսկեգույն է դարձել։ Մեզ պետք է ընդամենը սոխի փոքր մասը։ Ավելացնում ենք բրինձը։ Այնքան ենք տապակում բրինձը, մինչև թեթև ոսկեգույն դառնա։ Ավելացնում ենք բանջարեղենային արգանակը։ Համեմում եմ աղով։ Ավելացնում եմ սպիտակ գինի։ Մեր բրինձը պատրաստ է, ավելացնում ենք թանձրուկը։ Ավելացնում ենք պարմեզան պանիրը։ Ավելացնում եմ կամամբեր պանիրը։ Դե ինչ, մեր ուտեստը պատրաստ է, մնում է համտեսենք։ Bellissimo!